Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյան։ Թորոսյան տեսնում ենք, որ վերջին քառօրյայի ընթացքում դատախազն է ազգային ժողովում ամենատարբեր ելույթներ ենք լսում կոռուպցիոն ամենատարբեր գործերի մասով եւ տեսնում ենք, որ նաեւ մթնոլորտն է անհանգիստ։ Ընդհանուր առմամբ ինչու է իրավիճակը լարված։ Ես չեմ համարում, որ իրավիճակը լարված է ավելի քան օրինակ նախորդ քառօրյային կամ կլինի հաջորդ քառօրյային։ Նորմալ քաղաքական բանավեճ է տեղի ունենում, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին եւ խորհրդարանին։ Ուրիշ բան, որ ամեն ասած խոսքի հետևում պետք է հասկանալ, թե իրականում ինչ է կանգնած, հա։ Ինչքան է այդ խոսքը ազնիվ, ինչքան է իրոք ուղղված այն ամեն ինչին, ինչ իր բովանդակությունն է այդ խոսքը եւ ոչ թե օրինակ սեփական քաղաքական կամ կուսակցական շահերը պաշտպանելու։ Մենք այնուամենայնիվ ցույց ենք տվել ինստիտուցիոնալ կառուցակարգեր ստեղծելու տեսանկյունից, թե ինչպես են վերաբերվում կոռուպցիային ընդհանրապես, խոսքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին է, հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման մասին է, ում նախագահը շուտով էլի ելույթ կունենա, զեկույցով հանդես կգա։ Իդեպս օրենքը մենք ենք ընդունել, ես համահեղինակ եմ եղել, որպեսզի իրանք գան եւ խորհրդարանի առաջ հաշվետու լինեն, թե ինչ են արել եւ ոչ թե միայն փակ դռների հետևում այդ ամեն ինչը անեն։ Ապօրինի գույքի վերադարձի օրենքն ենք մենք ընդունել, որը էլի աշխատելու է նաեւ մեզնից հետո եւ բոլորի վրա անկախ պաշտոններից այդ բանից զբաղեցրած։ Սա ինչու եմ ասում, որպեսզի ցույց տանք, թե մենք իրոք ինչպես ենք վերաբերվում այդ հարցերին։ Ուրիշ բան, որ իհարկե մեր իշխանության օրոքել են լինում նման դրսևորումներ եւ նաեւ այդ դրսևորումների բացահայտումն է ցույց տալիս, թե մենք ինչպես ենք վերաբերվում դրանց նաեւ հիմա։ Մեր գործընկերներն էլ ընդդիմադիր առիթ օգտագործում են, մեզ մեղադրում են դրանում հաճախ անհիմն, երբեմն միգուցե նաև հիմնավոր, նաև այսօր օրինակ մեր գործընկերներից մեկը շատ հստակ ցույց տվեց, որ օրինակ այդ մեղադրանքներից մեկի մեջ մեղադրանքը միգուցե ինքնին լեգիտիմ է, բայց երբ որ բովանդակությանը նայում ես մանրամասները, մեկ անձից գնում, ապրանք ծառայությունը ընդունվել է թե չի ընդունվել, պարզվեց ամբողջությամբ սուտ է։ Այսինքն եղել է մրցույթ, ծառայությունները չեն ընդունվել շինարարական եւ հավանաբար չեն էլ ընդունի, եթե անորակ մնան։ Եվ այս ամբիոնը օգտագործվում է այդ մեր ժողովրդի մոտ թյուր կարծիք ձևավորելու համար, թե մենք ինչպես ենք առաջնորդվում, մենք էլ մեր տեսակետն ենք ներկայացնում, ես չեմ կարծում, որ այստեղ որևէ վատ բան կա, ի վերջո ճշմարտությունը նաև նման բանավեճերից է դուրս գալիս ու ասում եմ խորհրդարանական երկրին էլ նաև հարիր է, որ նման կառույց ղեկավարող պաշտոնյաները դատախազություն, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, այլ հանձնաժողովներ են գալու, գան եւ հաշվետու լինեն խորհրդարանի առջև, անկախ նրանից այդ խորհրդարանում ինչ падգամավորներ են այդ պահին նստած։ Պարոն Թորոսյան, հետաքրքիր է, որ ընդդիմությունը խորհրդարանական պարբերաբար ասում է, որ իշխողուժը խոսում է մի բանից, անում է մեկ այլ բան, օրինակ ասում է դուք խոսում եք ժողովրդավարությունից, բայց վերածվել եք բռնապետության, դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից, բայց համակարգված կոռուպցիայով եք զբաղվում, դուք խոսում եք խաղաղությունից, բայց սահմանին կրակում են, ինչպես կհակադարձեք։ Նախ յուրաքանչյուրին առանձին էլ կարող եմ հակադարձել, բայց ընդհանուր ասելով սա մի լեյտ մոտիվ է իրենց կողմից վերցնել ինչ-որ ուղղություններ եւ փորձել դրանցում մեզ մեղադրել սին բաներով, հիմքերով, որտեղ օրինակ նույն ժողովրդավարության, հա, տեսանկյունից մեր իշխանության օրոք որևէ ընտրություն չի կեղծվել, որը ժողովրդավարության հիմքերից մեկն է։ Ժողովրդավարական ինստիտուտները ըստ էության աշխատում են։ Ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից մեկն է նաև մամուլի եւ խոսքի ազատությունը, որով մենք էլի արձանագրում ենք առաջընթաց եւ բազմաթիվ այլ ինդեքսներով եւ նաև մեր քաղաքացիներն այդ ամենը տեսնում։ Այդ ինչպես ստացվեց, որ մենք դարձանք բռնապետություն։ Լրիվ հակառակը, եւ եթե մենք ախր շատ պարզ է, եթե մենք բռնապետություն լինենք, իրանք այստեղ չէին լինի։ Ոչ է կարող են խոսային բռնապետությունների դեպքում ընդդիմություն չի լինում, հասկանում եք։ Օրինակ մեր հարևան Ադրբեջանում չկա ընդդիմություն, Ռուսաստանի Դաշնությունում չկա ընդդիմություն եւ էլ այդպիսի շատ ավտորիտար երկրներում։ Հիմա այդ ոնց եղավ, որ իրանք կարող են ասել, որ մենք բռնապետ ենք եւ իրենք դեռ տեղում են։
Այն էլ ազգային ժողովում։ Այդ իմաստով էլ շատ հարցեր կա, օրինակ։ Բայց այնուամենայնիվ ապացուցում է հակառակը ամբողջությամբ հակառակը։ Մենք հակառակը խիստ ժողովրդավար իշխանություն ենք եւ պիտի մնանք այդպիսին։ Ինչքան ուզում է հարցը լինեն, որտեվ իրանց ընտրել են մեր քաղաքացիները, մենք չենք ընտրել։ Եթե ժողովրդավարությունը թույլ է տալիս մասնակցել ընտրություններին եւ ընտրվել, այդ իրավունքը պետք է ապահովի եւ մենք մեր սուրբ պարտականությունն է այդ իրավունքը ապահովել։ Ուրիշ բան, որ ժողովրդավարությունը ունի նաեւ կողմնակի էֆեկտներ, ինչպես ցանկացած դեղ եւ դրա շնորհիվ կարող են խորհրդանում կամ այլ տեղերում հայտնվել ոչ ժողովրդավարական ուժեր, ժողովրդավարությանը ոչ այդքան ժողովրդավարական արժեքներին օտար ուժեր, ինչպես իրանք են, որ ժողովրդավարությունը մերժում են, որտեղ մենք տեսել ենք իրանց իշխանությունների օրոք նախկին 2 տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է մյուս մեղադրանքներին, խաղաղության իմաստով։ Իսկ մենք խաղաղություն ենք կառուցում, որը շատ ավելի բարդական պատերազմել է, իդեպ, եւ քայլ առ քայլ դա անում ենք, իսկ իրանք մեզ մեղադրում են կրակոցների մեջ, այդ կրակոցներն ենք անում։ Մենք ենք կրակում մեր վրա, թե Ադրբեջանը։ Միգուցե Ադրբեջանին մեղադրեն կրակոցների մեջ, բայց չէ, իրանք սովորեն Ադրբեջանի հետ ունիսոն աշխատել, տենց սինխրոն, այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ իրանք ստեղ Ադրբեջանը այնտեղ Արթուրոսյան ներողություն եմ չի տալիս այդ խաղաղությունը։ Երբ որ խաղաղությունն է լինում, շատ ավելի երկիրը զարգանում է, անկախանում է, սուվերեն է դառնում, իսկ իրենց պետք է հակառակը, որ մեր երկրի սուվերենությունը ընկնի, անկախությունը ընկնի եւ մենք դառնանք ելի ինչ որ տարբեր միութենական պետությունների մաս։ Վերջերս այդ իմաստով նաև Քոչարյանը մեղադրեց, որ պատերազմում մեղավոր ենք մենք, հայերս եւ Հայաստանը, հայկական կողմը։ Նաև այս մեղադրանքներին ինչպես կարձագանք։ Արդեն արձագանքել եմ բազմիցս, ցավում եմ, որ ընդհանրապես նման մարդ երբևէ որևէ պաշտոն է զբաղեցրել Հայաստանում եւ նախկինում էլ Լեռնային Ղարաբաղում։ Մեզ 2 հոգի են մեղադրել պատերազմ հրահարելու մեջ։ Մեկը Ռոբերտ Քոչարյանը անազգանուն է, մյուսինն էլ Իլհամ Ալիև։ Եվ ժողովուրդը մեր այդ ամեն ինչին հստակ գնահատական տալու է։ Այդ մարդը ոչ մի կապ չունի, ոչ մի օրգանական եւ նույնիսկ անօրգանական կապ չունի մեր ժողովրդի եւ մեր երկրի հետ, ինչպես օտար եղել է, այդպես էլ օտար մնացել է, երբեք չի սիրել Հայաստանը, չի սիրում եւ չի էլ սիրելու։ Ինչպես է ժողովուրդը գնահատական տալու, այսինքն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները նկատի ունեք, դրան ընդառաջ ուզում եմ մեջբերել նաև Գելապի հարցումների արդյունքները, որ այդ արդյունքների հիման վրա Քոչարյանի ռեյտինգը գնալով բարձրանում է։ Գելապ եւ նմանատիպ կենթանիները չեմ ճանաչում, ճիշտն ասած Քոչարյանի ռեյտինգի բարձրանալն էլ մենք տեսել ենք 21 թվականի ընտրություններին արդեն էլի այտենց Գելապը ներկայացնում էր, որ Քոչարյանը արդեն հաղթել է, բայց եղավ այնինչ եղավ, ավելի վատ է լինելու իրանց համար 26 թվականի ընտրություններին, եթե ինչ-որ մեկի ռեյտինգն էլ աճում է, դա մեր ռեյտինգն է, որովհետև մենք առնվազն ազնիվ ենք մեր ժողովրդի հետ, նույնիսկ եթե սխալներ ունենք, ընդունում ենք մեր սխալները եւ բացատրում ենք ինչու է դա տեղի ունեցել, միտված ենք ընդհանրապես մի բանի, որ ուժեղացնենք մեր երկիրը, սուվերենությունը, անկախությունը, պետականությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով, ի հակառակ նույն Քոչարյանի, որ ասում է դե ինչ կլինի, որ օրինակ, չգիտեմ, միութենական պետության մաս դառնանք, այսինքն մենք դա անկախացել ենք, որպեսզի չդառնանք սովետական միության նման մի պետության մաս, բայց ինքը դեմ չի։ Երևի Պուտինի պես 20-րդ դարի ամենամեծ դժբախտություն համարում է սովետական միության փլուզումը կամ նույն իր հարստության եւ ամեն ինչի մասով այդ որ 10 տարի նախագահ էր այդ ինչա այդ ապօրինի գույքի բռնագանձման այդ ցանկը տենց անթիվան համար լավ հա զարգացնել երկիրը ոչ թե սեփական գրպանատ եւ կղզիներ առնել միջերկրական կամ Էգեյան ծովում այսինքն այդ էլ է տեղեկատվական տերորի մի մաս, որ ժողովրդին ցույց տան, որ տեսեք բան, իշխանությանը մի աջակցեք, որտեղ միևնույնն է Ռոբերտ Քոչարյանն է ընտրվելու, ես էլ պնդում եմ լրիվ հակառակը Ռոբերտ Քոչարյանը վաղուց պատմության եւ քաղաքականության աղբանոցում է եւ ընդդեղից դուրս գալու տարբերակ չունի։ Այդ դեպքում ո՞րն է Քոչարյանի մոտիվացիան մենք նախ մնալ քաղաքականության մեջ եւ շարունակել քաղաքական գործունեությունը ու նաեւ մենք տեսնում ենք որ վերջին շրջանում թե Ռոբերտ Քոչարյանը թե Սերժ Սարգսյանը ակտիվացել են, հանդիպում են նույն համալսարանի ուսանողների հետ, ամենատարբեր հայտարարություններով են հանդես գալիս քաղաքական, ո՞րն է նպատակը, ո՞րն է մոտիվացիան, եթե նրանք ինչպես դուք եք նշում պատմության աղբանոցում են։ Միանշանակ պատմության աղբանոցում են, այդ չի էլ քննարկվում, ասում եմ, նույնիսկ նախկին ընտրություններն են ցույց տվել, պատիվ ունեմ դաշինքի մասին
էլ չեմ էլ ասում, որ Շեման ուրիշ չէր հաղթահարել եւ միայն օրենքի ուժով է այստեղ հայտնվել, փորձում են իրանց ճղճիմ գոյությունը մի քիչ երկարացնել եւ արդարացնել եւ նաեւ ընդդիմադիր արևի տակ տեղ ունենալ, որպեսզի օրինակ նույն իրանց օրինակ Լևոն Քոչարյանին շարունակաբար ապահովեն իրանց մանդատով, որ իրանց անձեռնմխելությունը տալիս տարբեր հանցագործությունների համար, շարունակել այս ամբիոնը օգտագործել սեփական ունեցվածքը պահպանելու առումով, օրինակ գիտեք, նույն սահմանադրական դատարանով էր դիմել օրինականությունը վիճարկելու, սահմանադրականությունը վիճարկելու, իրանք էին դիմել, եթե չլինեին ստեղով էր դիմելու, ճիշտ է արդյունքը տեսանք ինչ եղավ, բայց ամեն դեպքում նաև ժողովրդի համար է շատ պարզ, թե իրենք ինչին են ծառայեցնում իրենց մանդատները եւ դա աներկբա է, իրանք չունեն տեղ եւ չեն էլ ունենալու, իջեք ինքնուրույն հարցրեք մեր պարզ սովորական բոլոր քաղաքացիներին, գելապ եւ այլ ասում եմ, այդպիսի կենթանիներին շատ մի հավատացեք։ Պարոն Թորոսյան, այդ նույն վիճակագրությունը ասում է, որ օրինակ իշխող ուժի վարկանիշը պատմական ցածրի է հասել։ Նորից եմ կրկնում, չգիտեմ այդ ինչ հարցում է, ինչ մեթոդաբանությամբ են արել, արդյոք ընտրանքը ներկայացուցչական է, մարզային, տարիքասեռային, սոցիալական առումներով, թե ինչ որ մեկի պատվերն է թվեր տենց ցույց տալու։ Երկրորդը ռեյտինգները ինքնին կարևոր են, բայց ավելի կարևոր են նաև ընտրությունների ժամանակ քաղաքացիների տված քվեն, որը հիմնվում է թե նախկինում կատարած քո աշխատանքի վրա եւ թե նաեւ այն ծրագրի եւ այն խոստումների վրա, որ դու տալիս ես ընտրությունների ժամանակ եւ նաեւ այն հավատի, որ քո նկատմամբ ունի ժողովուրդը։ Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք 26 թվականի ընտրությունները շատ մեծ տոկոսով, ավելի քան 21 թվականին, որտեղ մեր ժողովուրդը ընտրելու է հենց խաղաղությունը, ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը ի հակառակ պատերազմի, ինքնիշխանության կորստի եւ բռնապետության։ Ընդդիմությունը այստեղ էլ ասում է, որ դուք մի կողմից ասում եք խաղաղության պայմանագիր, բայց իրականում դա կրկնակապիտուլյացիա է։ Եթե կրկնակապիտուլյացիա է, ինչի Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրում այդ կապիտուլյացիան։ Շատ պարզ է ամեն ինչի պատասխանը։ Ինչի չի ստորագրում մինչև հիմա այդ կապիտուլյացիան։ Մենք հայտարարել ենք, չէ՞, որ պատրաստ ենք հենց հիմա ստորագրել վարչապետը քանիցս դրա մասին ասել։ Եթե կապիտուլյացիա, ինչու Ադրբեջանը չի ստորագրել այդ համաձայնագիրը։ Խնդիրը այլտեղ է, որ ընդդիմությունը նորից եմ կրկնում, պետք չի խաղաղություն, պետք է եւս մեկ պատերազմ, որպեսզի այդ պատերազմի սոուսի տակ այդ հանգամանքը օգտագործելով փորձի դնել Հայաստանի անկախությունը զոհասեղանին եւ սկուտերի վրա մատուցի մեր հյուսիսային ոչ այդքան հարևաններին եւ ոչ այդքան դաշնակիցներին։